Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մայրենիից այսօր անցնելու ենք փոքրիկ պարուհին պատմվածքը, հեղինակը Վաչագան Ադիբեկի Սարգսյանն է։ Այս դասի ընթացքում դու կսովորես Եվի երկը, հիշում ենք Ոյի երկը, Եի երկը, Գաղտնավանքի Էի երկը, կա նաև Եվի երկը։ Այս երկերը ցես կօգնեն, որպեսզի դուք ավելի հեշտությամբ սովորեք բառի ուղղագրությունը։ Կծանոթանաս մեր եւ այլ ժողովուրդների բառերից մի քանիսին։ Կիմանաս, թե ինչպես է բառն օգնում արտահայտել սեփական մտքերն ու հույզերը։ Կպարզես, թե ինչքան ջանք ու եռանդ է պետք երազանքներիդ հասնելու համար։ Տեսնենք, թե ինչի է պատրաստ այս փոքրիկ աղջիկը իր երազանքին հասնելու համար։ Ամենաառաջի հերթին փորձում ենք նկարներից գուշակել դասի թեման։ Նայում են երեխաները նկարին եւ ասում են, որ դպրոցահասակ աղջիկ է, որը մայրիկի հետ զրուցում է բալետի մասին։ Ցույց է տալիս, թե ինչպես է երեխան ջանասիրաբար աշխատում, պարապում, վաղ առավոտյան արթնանում։ Տեսեք, համակարգչով դասեր է կատարում, հանձնարարություններն է լուծում։ Այստեղ տեսեք, արդեն պարուսույցն է, ձեռքի շարժումներն է ցույց տալիս։ Տեսեք, երեխաները բակում հաճույքով խաղում են, իսկ մեր փոքրիկ պարուհին պատուհանից պարզապես նայում է նրանց, բայց չի կարող նրանց միանալ, քանի որ նա բարի պարապմունքների է գնացել։ Եվ ամենավերջում մայրիկն ու աղջիկը գրկախառնվել են։ Այստեղ կարելի է լսել երեխաների կարծիքները եւ հյուսել պատմություն։ Երբ պատմությունը արդեն հյուսված ավարտած է, երեխաները կարող են մեկը մյուսի միտքը լրացնել եւ հետո կարդանք մեր դասի բովանդակությունը եւ համեմատենք երեխաների պատմած բովանդակության հետ։ Փորձում ենք կարդալ շատ գեղեցիկ, առոգանության բոլոր նշանները հաշվի առնելով։ Փոքրիկ պարուհին։ Մամ, ուզում եմ պարուհի դառնալ։ Դեռ դպրոցական պայուսակը չհանած, ասաց փոքրիկ Լուսինեն։ Տեսեք երեխաներ, երբեմն նաև մեծահասակներն են սխալվում, ասած բառը ցեյով է գրվում, ուղեք վրան, գծեք ցեյի վրա եւ դարձրեք ց։ Ինչու հանկարծ որոշեցիր պարուհի դառնալ, ժպտալով հարցրեց մայրիկը վերցնելով պայուսակը։ Ուզում եմ, որ բոլորը հիանան ինձնով։ Բայց մենք հիմա էլ ենք քեզնով հիանում։ Չէ, ուզում եմ բեմում պարել։ Ուզում եմ, որ բոլորն ինձ ծափահարեն, զարմանան իմ գեղեցիկ շարժումներով, հետո էլ ինձ հեռուստացույցով ցույց կտան։ Իսկ գիտես, որ լավ պարելու համար պիտի շատ աշխատես։ Պիտի ամեն օր առավոտ վաղ արթնանաս։ Կարթնանամ։ Պիտի շատ մարզվես։ Կմարզվեմ։ Պիտի շատ պարես, նույն շարժումը 1000 անգամ կրկնես։ Կպարեմ, կկրկնեմ։ Պիտի ճիշտ սնվես, անընդհատ վազքի մեջ ես լինելու։ Ճիշտ կսնվեմ, վազքից էլ չեմ վախենում։ Պիտի դպրոցում շարունակես լավ սովորել։ Կսովորեմ։ Ազատ ժամանակ շատ քիչ ես ունենալու։ Ընկերներիդ հետ խաղալու ժամանակ էլ չես ունենա։ Ոչինչ։ Պիտի պարուսույցի բոլոր ասածները կատարես։ Կկատարեմ, հուզված ասաց Լուսինեն։ Հենց երաժշտություն եմ լսում, հանգիստ չեմ կարողանում մնալ։ Սիրս թրթռում է, ուզում եմ պարել, ցույց տալ, թե ինչ եմ զգում։ Հնարավոր է, որ այդ ամենն անես, բայց քեզնով չհիանան։ Ոչինչ, ես կհիանամ, արցունքների միջից ժպտաց Լուսինեն։ Ես էլ կհիանամ, ասաց մայրիկն ու ամուր գրկեց աղջկան։ Տեսեք ինչ սիրուն դաս էր երեխաներ։ Հարցերի միջոցով փորձենք ամփոփել։ Ինչ երազանք ուներ Լուսինեն։ Լուսինեն երազում էր պարուհի դառնալ։ Այստեղ կարելի է խոսել երեխաների հետ զրուցել, իմանալ նրանց երազանքները, ով ինչ է երազում դառնալ։
Ճիշտ է, հետագայում ամբողջ կյանքի ընթացքում երեխաները անընդհատ կփոխեն իրենց երազանքները, նոր ցանկություններ կունենան, կհիասթափվեն ինչ-որ բանից, նոր բանի կձգտեն, բայց ամեն դեպքում պետք է խոսեցնել երեխաներին եւ ինչպես որ մայրիկն է խորհուրդ տալիս աղջկան, թե ինչ չարչարանքների գնով կարող է իր երազանքին հասնել, նույն ձևով մենք պիտի բացատրենք, որ երեխաները պատրաստ լինեն եւ կարողանան դիմակայել յուրաքանչյուր դժվարության։ Ինչու է Լուսինեն որոշել պարուհի դառնալ։ Այստեղ մենք գտնում ենք համապատասխան տողերը, որ երեխան ասում է. հենց երաժշտություն եմ լսում, չեմ կարողանում հանգիստ մնալ, ուզում եմ անընդհատ պարել։ Ուրեմն շատ էր սիրում երաժշտություն եւ շատ էր սիրում պարել։ Ինչ պետք է աներ Լուսինեն իր երազանքին հասնելու համար։ Այստեղ երեխաները հերթով ասում են շատ վաղ արթնանալ, շատ հաճախակի մարզվել, ճիշտ սնվել, շատ լավ սովորել, հանձնարարությունները կատարել, պարուսույցի բոլոր առաջադրանքները կատարել, պիտի մի փոքր ավելի քիչ խաղար ընկերների հետ, քիչ հանդիպեր ընկերներին։ Ինչու էր Լուսինեն համաձայնում մայրիկի նշած պայմաններին։ Այստեղ երկու տարբերակ կա։ Երեխաները իրենց կարծիքն են ասում, բացի դրանից նաև ասում են, որ Լուսինեն անչափ շատ էր սիրում պարել եւ ուզում էր հասնել իր երազանքին։ Մյուս պատճառն էլ, որ մայրիկը թույլ տար նրան բարի դասերի գնալ։ Իսկ դու ինչով կուզեիր հիացնել մարդկանց։ Երեխաները բոլորը արտահայտում են իրենց կարծիքները, ցանկալի է որ լսեք երեխաներին, որովհետև հենց այս պահից է ձևավորվում նրանց երազանքին հասնելու ձգտումը, եւ եթե մեծահասակները չեն ուզում երեխային լսել, երեխաները կարծես հիասթափվում են եւ ընկնում են փնտրտուքի մեջ։ Շարունակենք։ Շարունակիր պատմությունը, ինչ տեղի ունեցավ 10 տարի հետո։ Այ ամենահետաքրքիրը սկսվում է այստեղից։ Երեխաները կարող են տարբեր պատմություններ հորինել, նրանց ֆանտազիան շատ ուժեղ է, երևակայությունը շատ ուժեղ է եւ հետաքրքիր ձևով կարող են ներկայացնել իրենց կարծիքն ու հորինած պատմությունը։ Դասի վերջի բոլոր առաջադրանքները ունենք մեր աշխատանքային տետրում։ Այդ պատճառով մենք կաշխատենք աշխատանքային տետրում։ Առաջադրանք առաջինը պետք է կարդան, գրեն, սովորեն աչքի առաջ պատուհանիկի բառերը՝ հիանալ, թրթռալ, արթնանալ։ Բառերը մեկական տող գրելուց հետո երեխաները կարող են կազմել նախադասություններ, բառակապակցություններ, որպեսզի լավ հիշեն բառերի ուղղագրությունը։ Առաջադրանք 2. Ավարտիր նախադասությունները։ Ես երազում եմ, յուրաքանչյուր երեխա պիտի գրի իր երազանքի մասին։ Ես մեկ երեխայի երազանքն եմ գրել, երեխա, որը ուզում էր բժիշկ դառնալ։ Ես երազում եմ բժիշկ դառնալ։ Երազանքս իրական դարձնելու համար ես պետք է շատ աշխատեմ, լավ սովորեմ, աշխատասեր, բարի, հոգատար եւ դիմացկուն լինեմ։ Առաջադրանք 3. Գրիր քո երազանքների մասին, համեմատիր ընկերոջդ գրածի հետ։ Ցանկալի է որ զույգերով աշխատանք կատարվի։ Երեխաները ինքնուրույն գրում են իրենց երազանքի մասին, հետո զույգերով համեմատում են։ Քանի որ բժշկի մասին եմ գրել, շարունակությունը նույնպես բժշկի մասին է։ Բժիշկը բուժում է, մարդկանց կյանքն է փրկում, հոգ է տանում հիվանդներին, տեղատոմսեր է գրում, նա ամենից բարին է, ուզում եմ բժիշկ դառնալ։ Երեխաները իհարկե կգրեն իրենց երազանքի, իրենց սիրած մասնագիտության մասին, կարող է մեկը հրշեջի մասին գրի, մեկը ոստիկանի, մեկը ուսուցչի եւ կարող են իրենց կարծիքներով փոխանակվել։ Առաջադրանք 3. Վերցանիր նկարելուկը։ Նայում ենք։ Այստեղ աղջիկները պարում են, սա պար է։ Ուհին ավելացնենք կդառնա պարուհի։ Պարող աղջկան ասում են պարուհի։ Հաջորդ էջում Եվի երգն է, կարող եք QR կոդով լսել, համեմատել գրածի հետ եւ ուշադրություն դարձնել Եվը ինչպես է հնչում։ Եվի երգը։ Ծանոթանանք, Եվն եմ ես նշան եմ, խառն եմ տես, նաեւ բառ եմ տարի պես, բառամիջում, բառավերջում, Էվը եմ հնչում, թեև տեսեք, նաեւ մեկ-մեկ եւ եմ շնչում, թե գնում եմ ես արջևից, կամ էլ մնում մեն մենակ, եւ եմ հնչում շարունակ։
բառասկզբում օրինակ Եվա, Եվգինե, Եվս, եթե բառամիջում է եւ է հնչում։ Իսկ որպես կապող բառ միշտ եւ ենք կաշտում։ Երգից առանձնացնել երկու բառ, որոնցից մեկում եւը երկու հնչյունի նշան է, այսինքն Էվը ենք կաշտում, մյուսում երեք եւ։ Արջևից Էվը է լսվում, նաեւ թեև բառերում երեք հնչյունի նշան է Ե-Էվը։ Առաջադրանք 5-ը արտագրել տրված տեքստը, երեխաներ փորձում եք տեքստը շատ գեղեցիկ արտագրել այս տողերի վրա, հետո B առաջադրանքն ենք կատարում, տեքստից պետք է դուրս գրենք եւ պարունակող բառեր, դրանք են Գևորգ, Երևան, Սևան, Լևոն, թեև, արևոտ, տաթև, եւս։ Եթե ուշադրություն դարձրեցիք, թեև եւ եւս բառերում եւը երեք հնչյունի նշան էր, մյուս բոլոր բառերում երկու հնչյունի նշան։ Հաշվիր այդ բառերի հնչյունների եւ տառերի քանակները։ 5 տառ 6 հնչյուն, գտնենք, որն է։ Գևորգ բառի մեջ 5 տառ 6 հնչյուն։ Երևան 5 տառ 6 հնչյուն։ Արևոտ նորից 5 տառ 6 հնչյուն, այժմ 4 տառ 5 հնչյուն, Սևան, Լևոն, Տաթև, 2 տառ 4 հնչյուն, անմիջապես գտնում են երեխաներս, որ եւս բառն է, որ լսվում է 4 հնչյուն, որովհետեւ եւը Ե-Էվը 3 հնչյունի նշան է այստեղ եւ Ս, բայց գրվում է 2 տառ, եւ ամենավերջում 3 տառ 5 հնչյուն, դա թեև բառն է։ Հիշում ենք եւ պարունակող մեկ ուրիշ բառ, այդ բառը գործածում նախադասության մեջ։ Ես գրել եմ 3 բառ, 3-ն էլ օգտագործել եմ մեկ ընդհանուր նախադասության մեջ։ Անձրև, արև, տերև։ Անձրևից թրջվեցին արևագույն տերևները։ Արև, Եղևնի, տերև։ Եվ դասից քաղածին պտուղները ինձ ոգևորեց փոքրիկ պարուհու նպատակասլացությունն ու համառությունը։ Տեսնում եք ինչքան համառ էր մայրիկը, ինչ դժվարության առջև կանգնեցրեց, ասեց համաձայն եմ կանեմ։ Ես երազեցի դառնալ ու երեխան գրում է իր երազանքի մասին, թե ինչ է ուզում դառնալ։ Ինձ հաջողվեց սովորել ճիշտ գրել եւ վանկատել եւ պարունակող բառերը։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։